ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շատերի համար սենսացիոն, բայց ինձ համար միանգամայն սպասելի հայտարարություն արեց, ըստ էության բացահայտեց, որ ինքը տեսել է, տեղյակ է եւ բնականաբար որպես ԱԱԾ տնօրեն ինքը չէր կարող այդ տեսանյութերը տեսած չլիներ եւ ըստ էության ասեց ես գիտեմ թե ինչ կոմպրոմատներ են դրվել 10 տիրադավներից 9-ի առջև ըստ էության այո տեսանյութեր են ես ինձ իրավունք չեմ վերապահում վերարտադրել ըստ օդում կախված լուրերի այդ տեսանյութերի բովանդակությունը բայց Վանեցյանը որպես ԱԱԾ նախկին տնօրեն հաստատեց որ այդ մարդկանց տիրադավ հուդա են սարքել տեսանյութերով ինչ վերաբերում է Արցախի թեմի առաջնորդ Վրդանես Սրբազանին ապա կրկին հղում եմ անում մամուլում նրա տիրադավությունը նրա հուդայիզմը արժեցել է ընդամենը մեկ բնակարան նա պաշտպանության նախարարությունից որպես նաև ներքին բանակի հոգևորական, զորքերի հոգևորական ստացած է եղել բնակարան եւ նրա վրա էլ ճնշումը եղել է որ բնակարանդ կվերցնեք պատկերացնում ես ես ասել եմ եւ ելի եմ կրկնում այդ մարդկանց մեջ Աստված չկա մի հատ նայեիք Նավասարդ Կճոյանի դեմքին գողական երրորդ մասի ու գլավիկի հայացքով ինձ կներեն երրորդ մասցիները նա շփվում էր լրագրողների հետ եւ ինչ որ մեկը ուզում ա որ ես հավատամ, որ այդ տիրադավների մեջ, որոնցից շատերը վեհափարի ձեռքից են հաց կերել, որոնց այո հանցագործությունները Նիկոլի տերմինն եմ օգտագործում տարիներ շարունակ պարտակելա վեհափարը նույն Գևորգ Սրբազանին հոգեկան խնդիրները բուժելա հետո բերելա եւ թեմա վստահել այդ մարդիկ որ Սրբազանի ձեռքից հաց են կերել որոնց Սրբազանը փրկելա տարբեր կրիմինալ հանցագործություններից փակելա քրեական գործերը ուզում եք ես հավատամ որ այդ մարդկանց մեջ Աստված կա որտեւ եթե նրանց մեջ Աստված լիներ նրանք չէին ընկրկի Վանեցյանի նշած որևէ կոմպրոմատից իսկ մենք հասկացանք որ ԱԱԾ նախկին պետը ասում է ես գիտեմ տեսել եմ տեղյակ եմ թե ինչ տեսանյութեր կամ ինչ կոմպրոմատներ ա դրվել նրանց առջև որ նրանք դարձել են տիրադավ նրանք դարձել են հուդա